Պետության սուբսիդավորումով այսօր 3400-ից ավելի տուն է կառուցվում սահմանամերձ բնակավայրերում։ Երևանի կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության կողմից հաստատված ծրագրերի շրջանակում հիմա սահմանային շատ գյուղերում հայտնվում են նոր թաղամասեր, թեման շարունակել է Փաշինյանը։ Սուբվենցիոն ծրագրերը, որ կապանում իրականացվել են, 60%-ը ֆինանսավորել է կառավարությունը, չեմ ասում իրականում 60%-ը չի ֆինանսավորել, իրականում 75-80%-ն է ֆինանսավորել։ Падգամավորության թեկնածուն նաև խոսել է Երևանի մասին, մասնավորապես մայրաքաղաքի բակերում պտտվելու արդյունքում ֆիքսել է, որ գրեթե ամենուրեք կառուցվել են նոր խաղահրապարակներ։ Բացի սա, բարեկարգվել են բազմաթիվ դպրոցներ, եւ այդ process-ը շարունակվելու է։ Ավելին, խոսքը ոչ թե դպրոցների բարեկարգման, այլ նորերի կառուցման մասին է։ Գնացեք Փարաքայլի դպրոցը նայեք, եւ թող մեկ ասի, որ խորհրդային միությունում երբևէ խորհրդային միության տարիներին եւ Հայաստանի բազմահազար ժամյա պատմության մեջ թող մեկ ասի, որ այդ մակարդակի թեկուզ մի դպրոց եղել է Հայաստանում։ Քաղաքացիական պայմանագրի առաջնորդը նաև խոսել է առողջապահության ապահովագրության համակարգի դրական ազդեցության մասին, որի շնորհիվ հատկապես տարեց անձինք սկսել են մեծ գումարներ խնայել, որոնք ժամանակին ծախսում էին դեղերի գնման համար։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։